Նախիջևանում մեկնարկել են Անսասան եղբայրություն և Մուստաֆա Քեմալ Աթաթուրք թուրք-ադրբեջանական հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։ Դրոշակակիր դասակը իր շարժումը սկսել է առանձին համակցված սպառազինությունների բանակի շտաբից, երթով գնացել դեպի Սադարակի սահմանային անցակետ Արաքս գետի վրայով անցնող կամուրջը։ Իր հերթին թուրքական դրոշակակիր դասակը շարժվել է Դողու Բայազեդ շրջանից դեպի զորավարժությունների մեկնարկի վայր։ Զորավարժությունների պլանի համաձայն տանկային, մեխանիզացված և դիվերսիոն ստորաբաժանումները կիրականացնեն տարբեր ուսումնամարտական խնդիրներ հրետանու, հակաօդային պաշտպանության և ավիացիայի ստորաբաժանումների աջակցությամբ։ Զորավարժությունները դեռ չմեկնարկած թուրքական Բայրակթարը հասցրել է ավելի քան 7.5 ժամ պտտվել Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Բացի Բայրակթարից սահմանին նկատվել են նաև TB2 և Աքսունգուր անօդաչու թռչող սարքեր։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունները առաջինը չեն 2025 թվականին, ինչպես ամեն տարի 2025 թվականի հունվարի 20-ից փետրվարի 7-ը ևս Կարսի շրջանում Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա իրականացվել են մեծածավալ թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Այս նույն ժամանակաշրջանում զորավարժություններ են անցկացրել նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը։ Վարժանքների ընթացքում ստուգվել է Սու-25 և Սու-25ML գրոհային կործանիչների պատրաստությունը։ Ապրիլին Ադրբեջանի զինծառայողները մասնակցել են Կուր-Տարան 2025 միջազգային զորավարժությանը, որը անցկացվել է Մարմարիսում։ Զորավարժանքին մասնակցել են նաև Թուրքիայի ռազմածովային, ցամաքային, օդային ուժերը։ Եղբայրական պետությունների զորքերի այս միջոցառումը ուղղված է եղել համատեղ գործողությունների ներդաշնակեցմանը։ Մայիսի 18-ից 21-ը Ադրբեջանը միայնակ հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում, իսկ մայիսի 18-ից 21-ը Արցախի տարածքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը սկսել են համատեղ լայնածավալ զորավարժությունները և ինչպես հաղորդել է բրիգադի գեներալ Վալի Մադանին, համատեղ վարժանքը նշանակալի քայլ է ընդհանուր սահմանների երկայնքով հնարավոր սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ։ Տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները զգալի ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի անվտանգության վրա։ Ռազմական փորձագետներն ահազանգում են, որ եթե քաղաքական ուշադրությունն ու հանրային կենտրոնացումը շարունակեն շեղվել այս առանցքային թեմայից, վտանգ կա, որ Ալիևը, օգտվելով հարմար պահից, մի օր կարող է ուղղել հրանոթները Հայաստանի Հանրապետության սահմանին, նպատակ ունենալով ոչ միայն ստիպել ընդունել Միջանցքի պահանջը, այլև վերաձևել տարածաշրջանի անվտանգության ամբողջ համակարգը։ Դիանա Կարապետյան, Open Media։